Սիրելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ։ Ես քաղաքագետ Գեորգ Մելիքյանն եմ։ Սա իմ հեղինակային վերլուծական հաղորդումն է, որը կոչվում է Status Quo։ Այսօր ամենավերջին տարեվերջյան այս հաղորդմանը ես ուղիղ կապով կզրուցեմ մեր լավ գործընկեր Էդվարդ Աբրահամյանի հետ, ով մեզ հետ է միացել Լոնդոնից։ Էդվարդը միջազգային հարաբերությունների դոկտոր է, ինչպես նաև անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ավագիտ աշխատող։ Էդվարդ, ողջունում եմ։ Բարև ձեզ, ուրախ եմ լինել տարեվերջյան ձեր վերջին հյուրը։ Մենք էլ ենք ուրախ քեզ տեսնել մեր տաղավարում, վիրտուալ տաղավարում, այսպես ասած։ Էդվարդ, փորձենք ամփոփել Հայաստանի անվտանգության եւ արտաքին հարաբերություններին վերաբերող տարին, որը բավականին էմոցիոնալ, նաև տարբեր վայրիվերումներով լի էր։ Դուք վերջերս խոսեցիք մի երևույթի մասին, մի կոնցեպտի մասին, բնութագրելով այն որպես կարթագենյան թակարդ, որում հայտնվել է Հայաստանը։ Կարող ենք սկսել դրանից։ Ինչ եք հասկանում կարթագենյան թակարդ ասելով եւ ինչու է ըստ Հայաստանը հայտնվել այդ թակարդում։ Ինչի եմ անվանել դա կարթագենյան թակարդ, ուրեմն դա դասական իմաստով մի ռեժիմ է, որտեղ որ հայտնվում է իր պարտությունը ընդունած մի պետություն, որն էլ այդ պարտության ընդունումը լրջորեն շահագործվում է հաղթող կողմի կողմից, եւ այդտեղ այդ երևույթը ունենում է մի քանի շերտ իրականում։ Հայաստանի պարագայում, եթե մենք փորձենք դա հասկանալ այդ շերտերը, այդ այսպես կոչված կարթագենյան թակարդ կոնցեպտը, որը միջազգային հարաբերություններում ինքը նոր ձևակերպվող ֆենոմեն է, քանի որ ինքը պատմության մեջ է դասական, բայց ոչ ժամանակակից 21-րդ դարի իրավիճակում։ Դա այն է, որ օրինակ Ադրբեջանը ակտիվորեն շարունակում է զինվել, Ադրբեջանը շահագործում է ոչ միայն հնարավորությունը կիրառել ուժ Հայաստանի նկատմամբ, այլ նաև շահագործում է Հայաստանում ձևավորվող եւ արմատացող վախը ուժի կիրառման նկատմամբ Հայաստանի դեմ։ Այլ կերպ ասած, խաղաղության օրակարգը, դրանց խաղաղություն երևույթը հասցվում է մի ֆետիշի, որին ամեն գնով պետք է ձգտել, այդ թվում նաև սեփական չգոյության շնորհիվ։ Ադրբեջանը ցուցադրեց վերջի նոյեմբերյան իր ռազմաշքերթի ժամանակ ցուցադրեց բավականին լուրջ սպառազինություն, այն ակտիվորեն շարունակում է զինվել, այն ակտիվորեն ձեռք է բերում ժամանակակից ռազմական տեխնիկա եւ լուրջ ռեֆորմների է ենթարկվում իր զինված ուժերը, որպեսզի հնարավորություն ունենա պետք եղած դեպքում իրականացնել այսպես կոչված գլոբալ հարվածի սկզբունք, գլոբալ զինաթափող հարվածի սկզբունք, այսինքն պատերազմ, որը կարող է տևել 1-ից 3 օր ամբողջական ջախջախմամբ հարձակման ենթարկվող պետության կողմից։ Հիմա դա ինքը ձևակերպում է որպես ուժի կիրառման սպառնալիք։ Միևնույն ժամանակ առաջ է քաշվում մի շարք ռազմավարական հետևանքներ ունեցող Հայաստանի համար նոր պայմաններ եւ պահանջներ։ Մասնավորապես չզինվել, այսինքն ըստ էության խախտվում է Հայաստանի իրավունքը ՄԱԿ-ով տրված, ՄԱԿ-ի համապատասխան 50-րդ կետի համապատասխան տրված իրավունքով ունենալ իրավունք պաշտպանել ինքնապաշտպանության եւ զինված դիմադրության իրավունք, այսինքն այդ համատեքստում Ադրբեջանը պահանջում է Հայաստանին չզինվել, չխախտել ստատուս քվոն, որը առկա է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ուժային ստատուս քվոն, Հայաստանից պահանջում է Ադրբեջանը հանձնել անկլավները, որը էական ռազմավարական նշանակություն են Հայաստանի համար, գոնե պաշտպանություն կազմակերպելու տեսանկյունից, գոնե լոգիստիկան, իսկ Հայաստանը ունի բավականին սահմանափակ եւ խոցելի լոգիստիկա, դա ել ավելի խոցելի եւ սահմանափակ դարձնելու համար։ Հետևաբար անկլավների հանձնումը Հայաստանը ամենայն հավանականությամբ, եթե դասական ռազմագիտության տեսանկյունից նայենք, հաշվի առնելով նաև որ Հայաստանը ունի ռազմավարական խորք, տեղ նույնիսկ ունի
բավականին վիճարկելի մարտավարական խորք, օպերատիվ խորքի նույնպես լուրջ խնդիրներ, ապա անկլավների զիջումը կդարձնի Հայաստանը ըստ էության անպաշտպանունակ, բայց անկլավների զիջումը հենց ես դա տեղավորում եմ հենց Կարթագենյան թակարդի մեջ, այսինքն որպիսի նա ուժով չվերցնի, դու միշտ գնում ես ինքնակամ զիջումների, որպիսի չլինի պատերազմ, բայց այդ ինքնական զիջումները քեզ ավելի են թուլացնում եւ հասցնում են մի կետի, որտեղ դիմադրությունը ընդհանրապես, եթե նույնիսկ դա լինի էլ, անիմաստ է դա։ Այսինքն ամբողջ Կարթագենյան թակարդի իմաստը հենց սրանում է։ Կարթագենը դասական պատմությամբ, եթե մենք նայենք, պարտություններից հետո, հատկապես երկրորդ Փունիկյան պատերազմի պարտությունից հետո, ամեն ինչ սկսեց զիջել Հռոմին։ Զիջեց մինչև այն կետը, երբ որ նույնիսկ Հռոմը արդեն որոշեց ոչնչացնել ընդհանրապես Կարթագենը, նա էլի շարունակում էր զիջումներ անել։ Զուտ նրա համար, որ Հռոմը փոխի իր դիրքորոշումը Կարթագենի հանդեպ, բայց երբ որ որոշեցին դիմադրել, արդեն ամեն ինչ ուշ էր, այսինքն անիմաստ էր այդ դիմադրությունը։ Էդուարդ, շատերը խոսում են տրիպի եւ հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների հաստատման մասին, ինչպես նաեւ խոսում են այն մասին, որ Հայաստանը սպառազինություն է գնել, Հայաստանը շարունակում է բարեփոխումները ռազմական ոլորտում, արդյոք սա որևէ կերպ չի նպաստում Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը։ Կարող նպաստեր, եթե այն ճիշտ օգտագործվեր, այն օգտագործվեր դիմակայունության ամրապնդմանը այդ տեսանկյունից։ Որպեսզի ձեր հարցի պատասխանը ավելի համապարփակ լինի, բերեք այսպես ձևակերպենք։ Հայաստանը ֆունկցիոնալ պետություն էր միջազգային հարաբերություն եւ տարածաշրջանում, ունենալով Արցախի պես բավականին լուրջ ռազմաստրատեգիական տարածաշրջան։ Այն մեծ հնարավորություններ տալիս Հայաստանին իր անվտանգության տեսանկյունից, այն լրջորեն իջեցնում, այն բարձրացնում էր Հայաստանի աշխարհագրական քաղաքական աշխարհագրության տեսանկյունից իր դիրքը տարածաշրջանում, այն շեշտակիորեն իջեցնում էր Ադրբեջանի հնարավորությունները թելադրել կարգ եւ օրենքներ, պայմաններ թելադրել Հայաստանին, իսկ առանց Արցախի, դա այսպես կարելի է, վերցնենք օրինակ նույն Հանտինգտոնյան կամ չգիտեմ, Բզեժինսկու տերմինաբանությամբ խոսենք, գեոպոլիտիկ բառապաշարում կա մի այսպիսի հասկացություն, pivotal territory, կամ pivotal territory։ Հիմա այդ pivotal territory, այսինքն էական որոշիչ տարածք հասկացությամբ։ Արցախը Հայաստանի համար էական նշանակություն ուներ։ Ինքը ոչ միայն Հայաստանի համար ուներ ուժային բազայի նշանակություն, որից որ Հայաստանը ստանում էր ուժ, հնարավորություններ, կարողություններ, ռեսուրսներ եւ այլն, որը պետք էր տրանսֆորմացնել որպես միջազգային հարաբերությունների արժեքշռի, հիմա դա չկա, Հայաստանը ունի լուրջ սպառնալիքներ, լուրջ մարտահրավերներ, իր աշխարհագրությունը եւ իր սահմանները նպաստավոր չեն ֆունկցիոնալ պետություն ունենալու տեսանկյունից, այսինքն միջազգային հարաբերությունների դերակատար լինելու տեսանկյունից։ Եվ այս համատեքստում թրիփը ինքը ըստ էության Հայաստանի նոյեմբերի 9-ով Ադրբեջանի հանդեպ վերցված պարտավորվածության ամերիկյան փաթեթավորումն է, որոշակիորեն մեղմացուցիչ հանգամանքներով, բայց ըստ էության to the bottom line, անգլերեն ասած, չոր մնացորդը դրա այն է, որ Ադրբեջանը հնարավորություն է ստանում թրիփի շնորհիվ կոնսոլիդացնել իր կարողություններն ու հնարավորությունները։ Եթե Նախիջևանը մինչևից Ադրբեջանի համար, եթե էլի աշխարհաքաղաքական բառապաշարով ասենք, ինքը ավելի շատ liability էր, այսինքն դոտացված մի տարածաշրջան, որի քաղաքական գերակշիռը Ադրբեջանը դժվարությամբ էր կարողանում օգտագործել, ինքը իզոլացված էր այդ Նախիջևան էքսկլավը, ուներ սահմանափակ տարանցիկ հնարավորություններ, քանի որ կար Արցախ, քանի որ Հայաստանի կողմից կար այդ ձևավորված բլոկադա եւ այլն, հիմա թրիփի շնորհիվ Նախիջևանի պոտենցիալը լրջորեն օգտագործվել է Ադրբեջանի կողմից եւ նախ եւ առաջ հենց Հայաստանի դեմ։
որովհետև այդ իզոլացիոնիստական այդ ճնշումը ավելի մեծանալու է Հայաստանի, հատկապես Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի նկատմամբ։ Այսինքն նույնիսկ լոգիստիկայի տեսանկյունից նայենք, Բաքվից Նախիջևան շատ ավելի կարճ ժամանակում է հնարավոր լինելու կազմակերպել տեղաշարժ, ենթակառուցվածքներ, ապրանքների փոխանակում, բնակչության փոխանակում, քան եթե նույնիսկ անկլավներն էլ Հայաստանում հանձնվեն Ադրբեջանին, քան Երևանից, ենթադրենք, Գորիս կամ Կապան։ Այսինքն կտրտվածությունը մայրաքաղաքից ավելի մեծանալու է Հայաստանի պարագայում։ Իսկ Ադրբեջանին ավելի հնարավորություններ դեպի արագ Նախիջևան հասնելու եւ Նախիջևանը օգտագործելու իր ռազմաքաղաքական ռեգիոնալ ծրագրերում ավելի մեծանալու է։ Հետևաբար թրիփը դա Ադրբեջանի հանդեպ ստանձնած միակողմանի պարտավորվածության ամերիկյան փաթեթավորումն է եւ ըստ էության հենց թրիփը, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, Ադրբեջանը ակտիվորեն հիմա ներկայացնում է որպես իր ենթակառուցվածքային աշխարհաքաղաքական ասետ։ Էդվարդ, իսկ Հայաստանը ոչինչ չի շահում այդ թրիփից եւ նաեւ որն է լինելու ռուսական մասնակցությունը, թե ընդհանրապես չի լինելու Ռուսաստանը այդտեղ։ Հայաստանի կողմից շահելու վերաբերյալ հնարավոր է խոսել միայն այն պայմանում, եթե Ադրբեջանը համաձայնվի, օրինակ, Երասխ Նախիջևան երկաթգծի կառուցման, բայց մենք այս պայծրությամբ տեսնում ենք, որ Ադրբեջանը չի պատվաստվում, որևէ պարտավորություն չի վերցրել այդ ենթակառուցվածքը կառուցելու եւ Հայաստանի տարածքում գտնվող հիմնական ենթակառուցվածքային այդ ստրուկտուրան միացնել այդ թրիփին։ Այդ Զանգեզուրյան միջանցքի այդ 42-43 կիլոմետրանոց այդ հատվածը։ Այսինքն, եթե դա չկա, Հայաստանը ենթակառուցվածքային առումով շարունակում է մնալ իզոլացված։ Իսկ այս պայծրությամբ Ադրբեջանի կողմից որևէ խոսք անգամ դրա վերականգնման մասին չկա։ Խոսվեց նաև Ղազախի, այո։ Ընդհակառակը 2021 թվականի Շուշիի դեկլարացիայով թուրք-ադրբեջանական արդեն իսկ այնտեղ իրենց պայմանագրում կա ֆիքսված Զանգեզուրի միջանց ձևակերպումը, դա 2021 թվականն է։ Արցախի դեռևս հայկական հատվածի մի մասը դեռ պահպանվում էր։ Եվ այնտեղ կա ձևակերպում, որով որ սկիզբ է դրվում Կարսից Նախիջևան Թուրքիայի կողմից երկաթգծի կառուցման նախագծի գաղափարին։ Ի սկզբանե կար պլան, ըստ էության, կարանք մենք ենթադրենք, որ ի սկզբանե կար պլան Նախիջևանից Հայաստանի ենթակառուցվածք չկառուցել։ Այսինքն Նախիջևանից Երասխ երկաթգիծ չկառուցել, որը կգար կկպներ Գյումրիին եւ այդ տեղով կմտներ Թուրքիա։ Այնինչ մենք տեսնում ենք էականորեն Հայաստանը շրջանցող ենթակառուցվածքի կառուցման մասին նախագիծ, որը հայտարարվել է եւ հիմա իրականության է կոչվում։ Կարսից Նախիջևան։ Էդվարդ, այնտեղ կար նաեւ զրույց, երբ Վրաստանից տարանցման հարց էր առաջացել, որ Ղազախի հատվածը կվերաբացվի եւ ադրբեջանցիներն են նախաձեռնել, պլյուս որ գոնե Վրաստանով այդ ինչ որ բեռներ են եկել, նավթամթերք է եկել, ցորեն է եկել, որոնք ոմանք համարում են առաջին քայլերը եւ տեսակ նաեւ որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին դրա համար։ Սրանք խաբուսիկ քայլեր են, թե իրական քայլեր են դեպի խաղաղություն։ Նու սրանք քայլեր են, կարելի է տարբեր կերպ մեկնաբանել Հայաստանում առաջիկա պարլամենտական ընտրությունների նախորդին արված փոքրիկ սիմվոլիկ զիջումներ, որոնք այդ սիմվոլիկ զիջումները նույնպես ակտիվորեն Ադրբեջանի կողմից գործիք են դառնում քաղաքական ինֆորմացիոն ալիբիների, այսպես ասած։ Դրանք կօգտագործվեն, հետո կրկին կպահանջվեն զիջումներ, բայց արդեն ավելի առարկայական։ Խնդիրը կայանում է նրանում, որ ցորեն, վառելանյութ, օքեյ, դա շատ լավ է, բայց արդյոք դրանք չի դիտարկվում Հայաստանին դեմ կամ Հայաստանին մեծ կրկին կախվածության մեջ գցել հիմա այդ համատեքստում, կամ Հայաստանին կորզել նոր զիջումներ այդ համատեքստում, կամ դրանք օգտագործվել որպես ինֆորմացիոն ալիբի հետագայում քողարկելու ծրագրված ագրեսիվ նկրտումներն ու
այսպես ասած ցանկությունները։ Էդվարդ, հասկանում եք, չէ՞ որ աշխարհի համար օքեյ է, երբ կա էքսպանսիա ոչ ռազմական ձևով։ Դե եթե էքսպանսիայի օբյեկտի համար օքեյ է, աշխարհի համար նույնպես օքեյ է։ Չէ, այնպես չի որ ընդհանրենք խնդիրը օբյեկտն է, բայց աշխարհում օքեյ է, որ դու ընդհանրենք մշակութորեն, տնտեսական իմաստով, բոլոր առումներով կարողանում ես քո մրցակցին հանդեպ առավելություն ձեռք բերել, որ մեկը չի ասի, որ դա վատ բան է։ Գևորգ, մենք հիմա ապրում ենք այնպիսի մի աշխարհում, մի այնպիսի նախկին կարգի դեմոնտաժի աշխարհում, որտեղ այս անգլերեն ասած survives the fittest հասկացությունը ստանում է մի սուարուն է ստանում քաղաքականության մեջ։ Հիմա յուրաքանչյուր մեկը իր գլխի տերն է, իր գլխի ճարը պետք է։ Դա միշտ է այդպես եղել իրականում։ Առավել եւս հիմա, երբ որ դա ակնհայտ բացահայտորեն, այսպես ասած, ընդգծվում է եւ ցուցադրվում է։ Միացյալ Նահանգների կողմից իր վարքագծով, Ռուսաստանի ոչ արևմտյան ուժերի կողմից իրենց վարքագծով։ Ի վերջո ուժի կիրառումը Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի համար այս պահի դրությամբ դա հիմնավորման խնդիր է միայն։ Բայց նույն Միացյալ Նահանգները էլ այդպես ուժի կիրառման համար Վենեսուելայի հանդեպ հիմա peace through strength ասում է Թրամփը, այսինքն խաղաղություն ուժի միջոցով։ Դե այլ ձև խաղաղություն չի լինում, Գեորգ։ Լինում է խաղաղություն ուժի միջոցով։ Ես այս սադրանք անում եմ, որպեսզի հերոստատիտողները մի քիչ սկսեն այս կոնֆլիկտի մեջ հասկանալ, նրանք ովքեր չեն հասկանում կամ դեռ ունեն այսպես ասած իլյուզիաներ, որ խաղաղությունը չի գալիս որպես նվեր, խաղաղությունը կոնստրուկտ է, որը պիտի կառուցել։ Խաղաղությունը ունենում է գլխավոր հիմնական ճարտարապետ։ Գլխավոր հիմնական ճարտարապետը տիրապետում է ուժին։ Իսկ ուժը, ինչպես գիտենք, միջազգային հարաբերությունների արժե currency-ն է, արժե դրամն է, այսպես ասած, արժե դրամն է, այո։ Հիմա այն պետությունը, որը խաղաղության ճարտարապետ է, նա էլ թելադրում է պայմաններ, իսկ նրանք, ովքեր դրա օբյեկտ են, այսինքն այդ խաղաղության ճարտարապետության recipient-ներ են, այսինքն ընդունող կողմն է, իրենք վճարում են այդ դրանց գինը։ Այստեղ բանաձևը շատ պարզ է, Էդվարդ, պետք է լինել ուժեղ, որպեսզի քո հետ հաշվի նստեն։ Հիմա ուժեղ Հայաստան։ Դու ուժեղ չես, դու անելիք չունես։ Որևէ տեղ, կյանքում էլ է այդպես։ Ինչպես դառնալ ուժեղ։ Դա Հայաստանի պարագայում բարդ հարց է։ Որովհետև որպեսզի դու դառնաս ուժեղ, դու նախ պետք է ցանկանաս դառնալ ուժեղ։ Հայկական քաղաքական կառավարող էլիտաների մոտ ուժեղ լինելու հասկացությունը լրջորեն խեղված ու աղճատված է, որովհետև իրենք հավատում են կեղծ հորինածին սկզբունքների։ Իրենք հավատում են, որ ուժի դիսբալանսի պայմաններում հնարավոր է կառուցել խաղաղ գոյակցություն։ Նման բան գոյություն չունի ոչ բնության մեջ, ոչ միջազգային հարաբերություններում։ Հատկապես երբ որ բոլոր առումներով պետությունները ու ժողովուրդները իրարից խորքային էական տարբերություն ունեն։ Սկսած կրոնից եւ մշակույթից եւ արժեհամակարգից, վերջացրած ռեժիմով, իրենց պատմությունը եւ իրենց ինքնությունը մեկնաբանող չհամընկնող բաղադրիչներով։ Եվ նաեւ հավակնություններով եւ ծրագրերով։ Ну իհարկե, շահերով եւ հավակնություններով միանշանակ։ Հայաստանը ձեզ ինչպիսի հավակնություններ իդեալականում պիտի ունենար, եթե մենք կարողանանք իդեալական Հայաստան ստեղծել։ Ֆունկցիոնալ պետություն դառնալ հիմա շատ ավելի դժվար է, քան դա հնարավոր էր Արցախով։ Հասկանում եք, այստեղ շատ կարևոր է դա գիտակցել։ Մենք որպես պետություն էական խոցելիություններ ունենք, որոնց լուծումը հնարավոր է միայն out of box, այսպես ասած, այսինքն դասական մոդելներից դուրս ասիմետրիկ ճանապարհի որդեգրման շնորհիվ։ Բայց Հայաստանում մաքսիմալ դասական
ձևով են փորձում շատ բաներ լավագույն դեպքում, վատագույն դեպքում ոչ գրագիտությունից դրդված, հորինված եւ կեղծ սկզբունքների կամ համոզմունքների հիման վրա ինչ որ քայլերով, որը բերելու է ճակատագրական հետևանքներ։ Ինչպիսին եք տեսնում 26 թվականը։ Հայաստանի համար թե աշխարհի։ Հայաստանի, մեզ դեռ գոնե հիմա Հայաստանն է մտահոգում շատ։ Հայաստանի համար ես տեսնում եմ նոր զիջումների տարի էին լինելու, որովհետև հիմիկվա պարադիգման Հայաստանը ինչպիսին իրեն որ Նիկոլ Փաշինյանը եւ իշխանությունները ձևակերպել են, բացի զիջումներից այլ գործիքակազմ իրենք չունեն։ Իրենք վերջին տարիների ընթացքում չեն ստեղծել այնպիսի պաշտպանական համակարգ, որի պայմաններում Ադրբեջանի ուժի կիրառումը լինի թանկ նրա կողմից։ Ընդհակառակ, իրենք անում են այնպիսի քաղաքականություն են վարում, այնպիսի գործողություններ են, այդ նույն դուք խոսեցիք դիմակայունության մասին։ Դիմակայունությունը ավելի բարձրացել է Հայաստանի վերջի տարվա ընթացքում, թե ավելի նվազել է այս պաշտոնյաները պնդում են, որ մենք ավելի անվտանգ ենք, քան երբևէ, ավելի խաղաղ ենք, քան երբևէ, մենք զենք ենք գնում Ֆրանսիայից, Հնդկաստանից, ահավասիկ Միացյալ Նահանգների հետ մենք ունենք ռազմավարական հարաբերություններ, Մեծ Բրիտանիայի հետ, Լյուքսեմբուրգի հետ, Չինաստանի հետ։ Դե դա ուղղակի խոսքեր են, դա հողի վրա ամեն ինչ շուտով պարզ կլինի։ Լուտենդորֆը լավ էր ձևակերպում, գերմանացի հայտնի ռազմական փիլիսոփա, գեներալ, որ պաշտպանունակ զինված ուժերը, պաշտպանունակ բանակը իր պաշտպանունակությունը ապացուցում է միայն մարտի դաշտում։ Դրա համար տենց խոսել, որ մենք էս ենք, դա ավելի շատ պոպուլիզմից եւ քարոզչության բնույթ է սպայդրությամբ։ Որտեւ եթե դու չես գնում զիջումների, եթե դու օրինակ նույն անկլավների հարցով չգնաս զիջումների, եթե դու պարտադրես, որ Ադրբեջանը ինքը գնա զիջում, ինքը սկսի մտածել որոշ բաներ քեզ զիջելու մասին, ու օրինակ դիցուկ կապան Գորիս ճանապարհի վերաբերել։ Այդ ժամանակ մենք կասենք, որ այո, Հայաստանը կարողացել է կուտակել ուժ այն մակարդակի, որ Ադրբեջանը իր հաշվարկներում չի կարող հեշտությամբ գալ ռազմական կամ ռազմական ուժի ճնշման միջոցով իր ցանկացածին։ Իսկ տենց հայտարարել, որ մենք էս ենք կարել, բայց գնալ նորից զիջումների եւ ավելի թուլանալ, դա հողի վրա արդեն ցույց է տալի, ապացուցում է այդ խոսակցությունների անհիմն եւ ոչ առարկայական լինել։ Ինչով եք բացատրում, որ հանրության մի հատված, չգիտեմ, դա մեծամասնություն է թե ոչ, ստատիստիկա չունեմ, բայց համաձայն է, օրինակ, անկլավների հարցում ասում է դե դա մերը չի, պիտի տանք, Արցախը մերը չի, պիտի տանք, չգիտեմ, այս հատվածը մերը չի, պիտի տանք։ Ինչու է հանրությունը այդքան հեշտ տվող դարձել։ Դե հանրությանը, որովհետև համապատասխան քարոզչություն է տեղի ունեցել այդ ուղղությամբ։ Հանրությանը համոզել են, որ խաղաղությունը դա ամեն ինչից վեր է, եւ դու նույնիսկ կարող ես գնալ խաղաղության ճանապարհին կորցնելով նաեւ ինքդ քեզ։ Ճանապարհին կորցնելով քո հիշողությունը, քո կարողունակությունները, քո ռեսուրսները, քո ինքնաբավ կամ կայացած պետություն լինելու, ամուր պետություն լինելու, իր ինքնությամբ, իր ազգային առանձնահատկություններով պետություն լինելու կարողություններով։ Ասում եք, ես դրա համար եմ ասում, դա կեղծ համոզմունքներին հավատալու ճանապարհ է։ Դու չես կարող զիջել քեզ համար ռազմավարական առումով էական նշանակություն ունեցող տարածք, որը նա կարող է օգտագործել քո դեմ, առավել էֆեկտիվ, շատ ավելի էֆեկտիվ, քան հիմա է օգտագործում, անունը դնել մենք գնում ենք խաղաղության կամ մենք գնում ենք ավելի մեր անվտանգությունը ամրապնդելու։ Դե ավելի անվտանգ կարասելնես չլինելով պետություն։ Հասկանում եք։ Դե այդ տրամաբանությամբ եթե մենք շարունակենք գնալ, դե ասում են շատ ու շատ ազգեր կամովի թե առանց իրենց կամքի կորցրել են հնարավորությունը ունենալ պետություն, երևի թե մտածելով, որ հարմարվելը շատ ավելի նպաստավոր է։ Ուր են հիմա իրենք, կամ ինչ արժեք ունեն։ Էդվարդ, եւ ամենավերջում ինչ բարեմաղթանքներ ունեք մեր հեռուստադիտողներին։ Նախ եկող տարի Հայաստանում տեղի Վայքո։ Եվ ես
Ալո։ Մի հատ նորից այդքան է ջան։ Նախ, ահա։ Նախ Հայաստանում եկող տարի տեղի ունենալու պարլամենտական ընտրություններ եւ հայ ժողովուրդը կանգնած է գոնե այդ առումով ունի հնարավորություն ընտրելու այն ճանապարհը, որը մեզ կտանի կործանման, ընտրելու քաղաքական, թե չընտրելու։ Կամ չընտրելու, Ահա։ որը չտանի կործանման։ Եթե մի երկրից մի ագրեսիվ պետություն, որը չի թաքցնում իր ագրեսիվ նպատակները, որը Հայաստանը համարում է արևմտյան Ադրբեջան, որը Հայաստանը համարում է մի պետություն, որին իրենք դեռ ցույց կտան, թե իրենք ովքեր են, որը բոլոր մարդկային եւ անմարդկային մեղքերը կախում է իրենց վրա եւ իր բնակչությանը, իր ժողովրդին սնում է ռասիստական, հակահայկական նարատիվներով, այդ պետությունը արդյոք կարող է Հայաստանին թելադրել, փոխել իր սահմանադրությունը։ Արդյոք կարող է Հայաստանին թելադրել, ինչպիսի վարքագիծ ունենա Հայաստանը, որպեսզի լինի ավելի վարժեցված, ինչպես իրենք են ասում։ Չէ, Ալիևն է ասում, չէ՞, ասում մենք վարժեցրել ենք նրանց։ Հիմա մենք ժողովուրդ ենք, հայերը պետք է ընտրություն անեն եկող տարի։ Իրենք ժողովուրդ են, որոնց ադրբեջանցիները վարժեցնում են կամ կվարժեցնեն մինչև վերջ, թե ժողովուրդ են, որը իր մեջ կգտնի ներուժ եւ ասելու ոչ այս գործընթացին, որը տեղի ունենում Հայաստանում եւ Հայաստանի շուրջ։ Շնորհակալ իր ազգային շահերի վրա։ Շնորհակալ եմ Էդվարդ։ Ես էլ եմ շնորհակալ։ Լավ եղեք։ Սիրելի բարեկամներ, մենք ուղիղ կապով զրուցում ենք մեր լավ գործընկեր Էդվարդ Աբրահամյանի հետ։ Ձեզ հետ է քաղաքագետ Գեորգ Միլիքյան, ես ուզում եմ միանալ բոլոր շնորհավորանքներին, որոնք հնչել են այս տաղավարում այս վերջին օրերին, եւ նաեւ ասել, որ մենք 26-ին կշարունակենք մեր քննարկումները։ Ձեզ էլ ուրախ տրամադրություն եմ մաղթում, հաջողություն ձեզ։